Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 23-ը։ Խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող կոշիկի պահեստում, այրվել է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, տուժածներ չկան։ Արտակարգ դեպք Հովհանավանքում քաշքշուկ է սկսվել, երբ հենց պսակադրության արարողության ժամանակ մայրաթոռի պատվիրակները Տեր Արամին են ներկայացրել կարգալույծ լինելու փաստաթուղթը եւ պահանջել ծեզ չիրականացնել։ Այսուհետև հունվարի 27-ը կնշվի որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Կառավարության նոր որոշմամբ օրը կլինի ոչ աշխատանքային։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նրանց թվում կա մեկ անչափահաս, որի խափանման միջոցը տնային կալանքն ու բացակայելու արգելքն է։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրիում տեղի ունեցող իրավիճակի զարգացմանը, քանի որ Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում են տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան եւ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խստացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ընդ որում նախագահ Թրամփը թիրախավորել է խոշոր նավթային ընկերությունները եւ սահմանել նոր պատժամիջոցներ Պուտինի հետ գագաթնաժողովը չեղարկելու ֆոնին։ Իրանը հայտարարել է, որ չի վերադառնա բանակցությունների Միացյալ Նահանգների հետ, վկայակոչելով Վաշինգտոնի անհիմն պահանջները։ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պարտավոր է ապահովել Գազայի բնակչության հիմնական կարիքները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի անեքսիան ազդում է խաղաղության ծրագրի վրա։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ, ցտեսություն։